հաստատությունից, նույնիսկ ինչ հաստատությունից, հարևան ամբիոնից կամ ֆակուլտետից, այսինքն կամ փոխադրվել։ Դրա համար ստեղծում պետք է գրես տարբեր տեսակի դիմումներ, ստանաս թույլտվություններ, անցնես ինչ որ անհասկանալի մանդատային հանձնաժողովներ եւ դեռ վստահ չլինես քեզ կմերժեն թե չեն մերժի։ Չնայած դու ըստ բոլոր կանոնների հավաքել ես, ունես որոշակի քանակությամբ կրեդիտներ եւ դրանք պետք է կարգավորվեն մի շատ པարզ սկզբունքներով, որովհետեւ հրաշալի նկարագրված են Բոլոնիայի սկզբունքներում։ Սա է իրականությունը ցավոք սրտի, այսինքն մեր գլխավոր խնդիրը, հա, այսպես ասենք, հա, գործիքը, նոր գործիքը հին ձևով կիրառելն է, հա, ես ուզում եմ այսպես։ Բարեբախտաբար դեռ չեն հասել բարձրագույն կրթությանը եւ ասենք մի, չգիտեմ, կառավարության որոշում կամ օրենք չունեն, նույն կերպ լեզվի մասին օրենքում փոփոխություն արեցին եւ հանրակրթության մեջ հիմա հնարավորություն կա փաստորեն անգլերեն կամ ռուսերեն, այլ որևէ լեզվով կրթություն կազմակերպելու ու այդ բացակայությունը, որ այդ կենտրոնից ազդակի այդ գայթակղության բացակայությունը հիմա օրինակ հնարավորություն ստեղծեց այս նոր բարդության պայմաններում մտածել համալսարանական կրթության միջազգայնացման մասին, բայց լոկալ միջազգայնացման, այսինքն չկորցնելով լոկալ համատեքստը եւ օրինակ մեր համալսարանում հիմա մտածում եւ սկսել են մշակել հայոց լեզուն օտարների համար դասընթացներ, որը ի սկզբանե հետագայում կարողանա փաստորեն օտար երկրացուն, որը կընտրի մեր համալսարանը, գալ Հայաստան, սովորել հայերեն լեզուն եւ հայերեն լեզվով անցնել ամբողջ մի ուսումնառություն, մասնակի կամ ամբողջական ստանալ որակավորում։ Այսինքն, եթե մենք օրինակ միայն այդ գայթակղությանը տուրք տայինք եւ անգլերեն դարձնեինք եւ անգլալեզու կամ չգիտեմ ռուսալեզու մեր համալսարանական կրթությունը, այդ դեպքում ճիշտ ասած օտար երկրացուն ավելի շատ կգայթակղեր, ասենք կրթությունը Ռուսաստանում, Մոսկվայի պետական համալսարանում կամ չգիտեմ Օքսֆորդում ու Քեմբրիջում, բայց երբ որ դու կարող ես բարձրակարգ կրթություն տալ քո լեզվով, երկու խնդիր ես լուծում, նախ քո կրթությունը միջազգայնացնում ես եւ գաղափարներդ են տարածում, հետո քո հայկական տարածքն ես մեծացնում, ել չեմ ասում, որ հայկական տարածքդ նաեւ մեծացնում ես ցանցային առումով սփյուռքը նաեւ թարմ պահելով։ Հիմա մենք Բաթումից գալիս ենք, էլի թարմ հիշողություններ կան, մեր Բաթումի հայկական համայնքը ընդհանրապես կազմակերպված չի, տարական մշակութային առումով նույնիսկ ամենաէլեմենտար բաները չգիտեն։ Եթե մենք համալսարաններում ունենայինք հայոց լեզուն, հա, օտարների համար կամ հայերենի չտիրապետողների համար, մենք բազում նման խնդիրներ լուծած կլինեինք։ Շարունակում ենք զրուցել կրթության մոդեռնիզացիայի մասին, տաղավարում մեզ հետ են բարձրագույն կրթության փորձագետներ Սամվել Կարաբեկյանը եւ Նվարդ Մանասյանը։ Կրթության համակարգի մասին եւ արդիականացման մասին խոսելիս հիմնականում օգտագործվում է քաղաքականություն տերմինը, կրթության քաղաքականություն եւ կրթության մշակույթ։ Դա մշակույթի նոր ոլորտ է, թե քաղաքական մշակույթի նոր ոլորտ է, կրթության մշակույթը։ Խնդրեմ, դուք լավ ձևակերպում տվեցիք, հիմա ես մտածում եմ ըստերության դա մեկ բան է, դա կրթական քաղաքականության մշակույթ է։ Այսինքն, եթե կա մշակույթ կրթական քաղաքականության, երբ որ դու հստակ պատկերացնում ես քո նպատակը եւ կառավարում ես այդ process-ը նպատակներին հասնելու համար օգտագործելով հիմնական բանը, օրինակ ես միշտ ասում եմ մրցակցություն համակարգում, բայց այդ մրցակցությունը այսպես ձևակերպենք համագործակցային մրցակցություն, երբ որ քո նպատակին հասնելը յուրաքանչյուր դա թող լինի կրթական հաստատությունների մակարդակում, առանձին անհատ մասնագետների, առանձին ուսանողների, որպեսզի քո հաջողությունը պայմանավորվի մյուսինը, երբ որ յուրաքանչյուր անհատ այդ process-ում շահագրգռված լինի ուժեղ մրցակից ունենալու։ Եթե դու ունում ես այդպիսի նպատակ քո կրթական քաղաքականության մեջ, դա ըստիս իմ կարծիքն է, նշանակում է, որ դու ունես որակյալ կրթական քաղաքականություն եւ ըստ էության մեր այսպես պետական մակարդակում լիազոր մարմնի գործառույթը հենց դա է։
կրթական process-ը այսպես ծավալային հասկացություն է, այսինքն դու ցանկացած պահին գործ ունես կրթական process-ի այսպես կոչված ներքին շահեկիցներից յուրաքանչյուրի հետ, ըստ էության դրանք 3-ն են. վարչարարությունը, այսինքն կամ վարչակազմը բուհի, դասախոսական կազմը եւ ուսանողները, այս 3 սուբյեկտներն են։ Որևէ խնդիր չկա բուհի կյանքում, ըստ էության, որտեղ չհատվեն այդ 3-ի շահերը։ Իսկ երբ որ որոշումները կայացվում են, առանց այդ 3-ի շահերի այս կամ այն ներկայացվածության տարբեր մոդելներ կան դրա, այսինքն մասնակցային կառավարման, հասկանալի է, որ դու բավարար ինֆորմացիա չունես քո կայացրած որոշման արդյունավետության մասին եւ բոլորովին որևէ երաշխիք չունես, որ այդ որոշումը կաշխատի։ Եվ ինչպես շատ հաճախ մեր իրականության մեջ լինում է, մեր որոշումների որակը երևի դրանից է կախված, որևէ մեկը դրանցից, կամ այսպես ասենք, իմ տպավորությամբ գերակշռող մեծամասնությունը կայացրած որոշումների կրթական ոլորտում իջնելով դեպի գործնական հարթություն, իրարական հարթություն, պարզապես փոշիանում են եւ դադարում են գոյություն լինելուց չեն կատարվում։ Երբ որ մարդ չի գիտակցում ինչու է նա գնում դրան, լինի դա դասախոս թե ուսանող, նա ցանկացած այդպիսի որոշման, որը իր համար բարդություն է ստեղծում եւ չի ստեղծում, նա չգիտի ինչ հեռանկար պետք է ձևավորի, բայց ստեղծում է բարդություն, չի բարելավում կոնկրետ այս պահին իր իրավիճակը, բնական է, որ նա պիտի բողոքի։ Դրա դիմաց նրա աշխատավարձը չի ավելանում այնպես, որպեսզի նա զգա այդ ընթացքը։ Խնդիրը, եթե ուզում եք իմանալ, ոչ թե նույնիսկ առանձին անձիկ են, հասկանում եք, այդ ինքը սկզբունքը